Լևոն Մկրտչյանը մեծ ճանաչում ձեռք բերեց վերջին զանգը հեռուստասերիալում իր կերպարով, սակայն մինչ այս նա արդեն ուներ դերասանական փորձ, ինչպես պարզ է դառնում։ Նրա մասնագիտական ճանապարհը սկսվել է այլ նախագծերից՝ հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կորած օրագիրը» սերիալից, որը հանդիսանում էր հանրային հեռուստաընկերության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունը։ Այս հեռուստանովելը բաղկացած էր 16 մասից և հիմնված էր Վարդգես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի համանուն վեպի վրա։ Սերիալը ոչ միայն մատուցում էր հետաքրքիր պատմություն, այլև անդրադառնում էր դեռահասների խնդիրներին, հասարակական ճնշմանը, դպրոցական միջավայրում տեղի ունեցող կոնֆլիկտներին ու դրանց հնարավոր լուծումներին։ Պատմության կենտրոնում դպրոցականների միջև առաջացած լուրջ կոնֆլիկտն էր, որն առաջին հայացքից սովորական վեճի տպավորություն էր թողնում, բայց ժամանակի ընթացքում վերածվում էր իսկական պայքարի։ Գլխավոր իրադարձություններից մեկը Գեղամի և Արթուրի միջև ծագած վեճն էր։ Այն աստիճանաբար վերածվում է լուրջ հակամարտության, որում ներգրավում են դպրոցի ավարտական դասարանի մյուս աշակերտները։ Վրեժխնդիր լինելու նպատակով Գեղամը հանձնարարում է իր ազդեցության տակ գտնվող Արամին գողանալ Անահիտի օրագիրը, որպեսզի այն օգտագործի Արթուրի և Հակոբի դեմ։ Այս օրագիրը պարունակում էր այնպիսի մանրամասներ, որոնք կարող էին խայտառակել ոչ միայն Հակոբին ու Անահիտին, այլև բացահայտել այլ աշակերտների գաղտնիքներն, ինչն ավելի էր խորացնում կոնֆլիկտը։ Այս պատմության մեջ Լևոն Մկրտչյանը մարմնավորում էր Գրիգին, մի կերպար, որն ուներ իր ուրույն դերը զարգացող իրադարձությունների շղթայում։ Նրա կերպարը ներկայացնում էր դպրոցական միջավայրի այն աշակերտներին, ովքեր երբեմն դառնում են իրավիճակների ակամա մասնակիցը, առանց գիտակցելու իրենց կատարած գործողությունների հետևանքները։ Գրիգի կերպարը, ինչպես նաև ամբողջ սերիալն ուներ կրթական նշանակություն, քանի որ ցույց էր տալիս, թե ինչպես դպրոցական վեճերը, որոնք սկսվում են աննշան պատճառներով, կարող են վերածվել մեծ կոնֆլիկտների, ազդելով ոչ միայն նրանց վրա, ովքեր անմիջապես ներգրավված են, այլև նրանց շրջապատի վրա։ «Կորած օրագիրը» հեռուստանովելում նկարահանվելուց հետո Լևոն Մկրտչյանը շարունակում էր իր դերասանական կարիերան, ավելի մեծ հաջողությունների հասնելով։ Նրա մասնակցությունը «Վերջին զանգը» հեռուստասերիալում դարձավ նրա կարիերայի կարևոր շրջադարձային պահը, որտեղ նա առավել ճանաչելի դարձավ հայ հեռուստադիտողների համար։ Այսօր, երբ «Վերջին զանգը» շարունակում է մեծ հետաքրքրություն առաջացնել, շատերը սկսում են հետադարձ հայացք նետել Լևոն Մկրտչյանի անցած ճանապարհին և բացահայտել, որ նա դեռ վաղուց իր տեղն էր գտել դերասանական աշխարհում։ Նա ոչ միայն շնորհալի դերասան է, այլև մեկը, ով կարողանում է իր հերոսներին հաղորդել կյանքի իսկական շունչը, դարձնելով նրանց ավելի իրական ու հուզիչ հեռուստադիտողների համար։ Իսկ դու գիտեիր, որ Լևոն Մկրտչյանը նկարահանվել է նաև այլ հեռուստասերիալներում։ Գրիր մեկնաբանություններ բաժնում, ուրախ կլինենք կարդալ։ Լևոն Մկրտչյանը դարձել է այս տարվա ամենաքննարկվող երիտասարդ դերասաններից մեկը։ «Վերջին զանգը» հեռուստասերիալը նրան բերեց մեծ ճանաչում, իսկ նրա կերպարը՝ Հենրին, անմիջապես գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը։ Չնայած հերոսի երբեմն կամակոր ու անչափ ինքնահավան բնավորությանը, Լևոնը կարողացավ այնպես կերտել կերպարը, որ անգամ բացասական կողմերով հանդերձ այն դարձավ դիտարժան ու սիրելի։ Սոցիալական ցանցերում Լևոն Մկրտչյանը պարբերաբար հարցուպատասխան է կազմակերպում իր հետևորդների հետ, որտեղ հիմնականում խոսում է իր դերասանական գործունեության, հետաքրքրությունների ու ապագա ծրագրերի մասին։ Սակայն երբ խոսքը վերաբերում է անձնական կյանքին, նա խուսափում է մանրամասներ ներկայացնելուց, նախընտրելով իր ընտանիքն ու հարաբերությունները պահել ուշադրության կենտրոնից դուրս։ Չնայած նրան, որ Լևոնը հազվադեպ է խոսում անձնական թեմաների մասին, վերջերս նա որոշեց բացառություն անել և հրապարակեց ընտանեկան լուսանկար, որտեղ պատկերված էին նրա հայրը, մայրը, քույրը և քրոջ որդին։ Այս լուսանկարը մեծ արձագանք ստացավ երկրպագուների շրջանում, և մեկնաբանություններում շատերը նշեցին, որ դերասանը մեծապես կապված է իր ընտանիքի հետ։ Իր հարցուպատասխանի ընթացքում Լևոնը նաև ընդգծել էր, որ իր կյանքում առաջնային տեղ են զբաղեցնում հետևյալ արժեքները. ընտանիքը, սերը, ընկերությունը, հարգանքը, բարությունը։ Հեռուստադիտողները մեծ ակնկալիքներ ունեն Լևոն Մկրտչյանի ապագա նախագծերի հետ կապված։ Չնայած նրան, որ դերասանը դեռևս չի հայտնել, թե ինչ նոր դերերով է հանդես գալու «Վերջին զանգից» հետո, նրա երկրպագուները վստահ են,
որ նա շարունակելու է բարձր պահել իր անունն ու գերել հանդիսատեսին իր խաղով։ Մի բան հաստատ է՝ Լևոն Մկրտչյանը կարճ ժամանակում դարձավ հեռուստադիտողների սիրելին, և նրա կարիերան դեռևս միայն սկզբնափուլում է։